Դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջինս շատ հաճախ հրապարակումների տեսքով ցույց է տալիս, թե ինչպես է վաղ առավոտից սկսվում իր օրն ու ինչպես է ավարտվում, շատ հաճախ ընկերների և բարեկամների ընկերակցությամբ։ Հասմիկ Խոջյանը նաև ցույց է տալիս իր դստեր Նարեի հետ անցկացրած ժամանակը։ Հասմիկն այս անգամ ինստագրամյան հարթակում կիսվել է երջանկայաշխատակ Լալա Մնացականյանի խոսքերով և այդպիսով նշել, որ մանրամասնորեն դա է իրեն սովորեցրել Տիկին Մնացականյանը։ Ու ամեն անգամ, երբ կոտրված վիճակում եմ լինում, թվում է ելք չկա ու վերջնական տապալվել եմ, հիշում եմ, թե ոնց էր ասում. լացեցիր, խղճացիր քեզ, ապրես, դե հիմա մաքրիր արցունքներդ ու ավելի մեծ ուժով առաջ գնա, դո պաբեդնովա կոնца։ Նշել է Հասմիկ Խոջյանը, թե իրականում ինչ է կատարվում դերասանուհու անձնական կյանքում, ինչու է նա վերջնական տապալված և ինչու է լաց լինում, դժվար է ասել։ Հայկական շոու բիզնեսում ամենաշատ սիրված երգչուհիներից մեկը երգչուհի Սոնա Ռուբենյանն է։ Սոնան սիրված է ոչ միայն ինքն իրենով, իր երաժշտական բարձր տվյալներով, այլ սիրված է իր հիանալի ընտանիքով։ Երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը Մարին շատ սիրված է հանրության կողմից։ Նրա մասնակցությամբ հրապարակումները ամենասպասվածն են հետևորդների շրջանում, դե իսկ Սոնա Ռուբենյանն էլ չի չարաշահում հետևորդների սպասելիքները և բավականին հաճախ հրապարակումներ է անում դստեր մասնակցությամբ։ Այս օրերին ընտանիքը մեկնել է հանգստի։ Հաջորդիվ կներկայացնենք ընտանիքի ջերմ հանգստից մի քանի կադրեր։ Սակայն այս անգամ պետք է խոսենք մի թեմայի մասին, որը մի քանի անգամներ ապացուցվել է։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով ևս բավականին սիրված է հանրության շրջանում, ակտիվություն է ապահովում ինստագրամյան հարթակում, հրապարակումներ է անում իր դստեր Նարեի մասնակցությամբ։ Այս օրերին Հասմիկը մայրիկի և դստեր հետ հանգստանում է ջերմուկում։ Վերջինս կրկին կադրեր է հրապարակում, ցույց տալով իրենց պասիվ հանգստից հատվածներ։ Առաջին անգամ չէ, որ հանրությունը նկատում է, որ Հասմիկ Խոջյանը ինչ քայլերով փորձում է նմանվել երգչուհի Սոնա Ռուբենյանին։ Նաև դուստրը երբեմն հագնում են կրում են այնպիսի հագուստներ և կերպարներ, որոնք վերջին շրջանում կրել է հենց երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Դե իսկ այսօր ամենաթարմ նորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ դերասանուհին կարծես թե ամեն կերպ փորձում է ոտք մեկնել երգչուհու հետ, սա էր։ Երգչուհին հրապարակել էր կադրեր, որտեղ փոքրիկ Մարին ձու էր մաքրում և ուտում։ Սոնայի հրապարակումից կարճ ժամանակ անց նույն հրապարակումն է արել Հասմիկ Խոջյանը, ասես ցույց տալով, որ իր դուստրը լինելով ավելի փոքրիկ, այնուամենայնիվ կարողանում է ինքնուրույն ուտել։ Արդյոք այս ամենը զուգադիպություն է, թե իրականում իրոք Հասմիկ Խոջյանի համար Սոնա Ռուբենյանի վարած կոնտենտը օրինակ է և նա ամեն կերպ փորձում է նմանվել երգչուհուն, դժվար է ասել։ Ներկայացնում ենք համեմատությունները առանց մեկնաբանության, ինչպես նաև առանձնացրել ենք երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանեկան հանգստից մի քանի կադրեր, որը ներկայացնում ենք հաջորդիվ։ Ում ծնունդն էր։ Նշեցիր ծնունդդ։
պատմեմ։ Դու գիտես 3 խոզուկները։ Լինում է, չի լինում, մի խոզուկ է լինում։ Վալում են գայրի տեղ։ Անկապ ասում եմ, մատերդ, Մարի, մատդ, Մարի։ Մենք շատ շնորհակալ ենք շնորհավորանքների համար, որոնք որ ստանում ենք, բայց իրականում Մարիի ծնունդը նոյեմբերի 21-ին է։ Ուղղակի որտեղ որ Happy Birthday հնչում է, ինքը լսում է, ուզում է որ մոմփչենք իր ծնունդն էլ շնորհավորենք, այդ պատճառով մենք համարյա ամեն օր ծնունդ ենք նշում։